2025 թվականի նոյեմբերի 11-ից 12-ը Երևանում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի աջակցությամբ Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվեց ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային Plus Forum Finovate Armenia 2025-ը։ Ֆորումի կազմակերպիչն է Plus Group ընկերությունը։ Համակազմակերպիչը Armenian Card ազգային վճարային համակարգը։ Finovate Armenia 2025-ը համախմբեց պետական կառույցների, բանկային և ֆինանսական հատվածի միջազգային վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, մանրածախ առևտրային և էլեկտրոնային առևտրի ցանցերի, ինչպես նաև ներդրողների և ստարտափ էկոհամակարգերի ներկայացուցիչների Հայաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։ Наша задача привлечь сюда международный опыт, соответственно, чтобы в Армении запускались масштабные проекты и можно было посмотреть, что происходит в мире. Соответственно, спикеры выступят из таких стран, как США, Южная Корея, Китай, Великобритания. Мы пригласили коллег из стран СНГ, соответственно, как Казахстан, Узбекистан, Россия и так далее. Ֆորումի ծրագիրը ներառում էր տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում եղավ բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբեռանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտ։ Տեխնոլոգիական ֆինանսական ընկերությունները, կառավարման մարմինների ներկայացուցիչները, կարգավորող մարմինները հավաքվում են քննարկելու նորարարությունը, տեխնոլոգիական վերջին զարգացումների ներդրումը ոլորտում եւ սպասում ենք շատ հետաքրքիր ներկայացումներ, տաղավարները եւս շատ լավ ներկայացված են հայկական եւ ոչ միայն հայկական ընկերությունների կողմից։ Ֆորումի առանձին պանելները նվիրվեցին ֆինտեխի եւ պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին, ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակների եւ ռեգ-թիչ գործիքների զարգացումը, վճարային համակարգերի անվտանգության հարցերը, կիբերսպառնալիքներին հակազդելու մեխանիզմներն ու վստահելի թվային միջավայրի ձևավորումը։ Почему мы здесь, еще раз повторю, потому что Константин, когда присутствовал в прошлом году в Сочи на финтехе, он встретился, нам повезло в очередной раз, с первым лицом вашего Центрального банка, и они договорились о том, что Центральный банк заинтересован в том, чтобы мы не замыкались только в регионе Центральной Азии, а пришли сюда, в славную Армению. Քննարկումները ներառեցին նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման, Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում վենչուրային ներդրումների ներգրավման, էլեկտրոնային առևտրի, թվային ռիթեյլի և բազմաալիքային լուծումների ապագային, արհեստական բանականությանը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացման գործում մեծ տվյալների դերակատարությանը, այդ թվում թվային տնտեսության զարգացման և այլ արդիական հարցեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային ինտեգրման, պետական կարգավորող մարմինների համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հարցերին, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանը և թվային գործիքների նկատմամբ վստահության բարձրացմանը։ Finovate Armenia 2025-ը կոչված է դառնալու պետական կարգավորողների և բիզնեսի միջև երկխոսության հիմնական հարթակ, նպաստելով փորձի փոխանակմանը և նոր տնտեսական դաշինքի ձևավորմանը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել նորարարական ենթակառուցվածքները և խրախուսել ներդրումները տարածաշրջանի թվային տնտեսության մեջ։ Plus Forum — это всегда очень интересная площадка, которая собирает там самые передовые технологии. И у меня очень много приезжает сюда друзей. Фактически это такая площадка для общения, для творчества. Сегодня приехали с новыми инновационными решениями. Я занимаюсь проектами фиджитал-офисов. Это смесь цифрового и физического. Мы решили, что несмотря на то, что развивается диджитал-технологии и мобильное пространство очень хорошо развито, тем не менее людям нужны физические офисы. Ֆորումի ավարտին ամփոփվեց քննարկումների գործնական արդյունքները և նախաձեռնվեցին համագործակցային նոր ծրագրեր ֆինանսական, ՏՏ և պետական հատվածների ներկայացուցիչների միջև։ Ֆորումը կայացավ Meridian Expo կենտրոնում և համախմբվեց ավելի քան 2000 մասնակից, այդ թվում 500-ից
ընդգրկած ավելի բարձրաստիճան ղեկավարներ եւ ավելի քան 130 միջազգային բանախոսներ։